Բարի օր, ձեզ հետ Գորն է։ Այս տեսանյութում մենք ուսումնասիրելու ենք Mersoft ընկերության վաճառքի և պահեստների կառավարման ծրագիրը և պատմելու ենք ծախսերի մասին։ Ծրագրում առկա ծախսերի անվանում ցանկում մենք կարող ենք ստեղծել ծախսերի տեսակների և անվանումների տեղեկատում։ Հետագայում, երբ կարիք լինի հաշվարկել արտադրված ապրանքների կամ մատուցված ծառայությունների ինքնարժեքը, մեզ օգնության կգան մուտքագրված ծախսերը։ Ծախսերի տեղեկատու ստեղծելու համար պետք է սեղմել սկիզբ, տեղեկատուներ, ծախսերի անվանումներ։ Բացված պատուհանը բաղկացած է երկու մասից։ Ցախ հատվածում մենք կարող ենք ստեղծել ծախսերի տարբեր խմբեր, իրենց ենթախմբերով։ Իսկ աջ մասում կարող ենք տեսնել ամեն խմբում եղած ծախսերի տեսակները։ Ծախսերը խմբերի մեջ համախմբելը թույլ է տալիս տեղեկատվություն ավելի համակարգված ունենալ։ Առաջին մակարդակի խումբը ստեղծելու համար պետք է սեղմել խումբ կոճակը։ Բացված պատուհանի առաջին դաշտում կարող ենք մուտք անել ծախսի կոդը։ Սակայն եթե կոդավորում չեք օգտագործում, ապա այս դաշտը կարող եք դատարկ թողնել։ Մյուս դաշտում մուտքագրում ենք մեր գլխավոր խմբի անվանումը, օրինակ վերադիր ծախսեր, որից հետո սեղմում ենք գրանցել կոճակը ստեղծած ծախսային խումբը պահպանելու համար։ Արդյունքում այն կհայտնվի խմբերի ծառում, որպես առաջին մակարդակի տառ։ Ենթախումբ ստեղծելիս այն պետք է կցենք ինչ-որ խմբի։ Օրինակ վերադիր ծախսեր խմբին կից կոմունալ ծախսեր խումբ ստեղծելու համար նշում ենք վերադիր ծախսեր խումբը և սեղմում ենք նոր ծախսերի խումբ հրահանգը։ Անկախ նրանից, թե որ մակարդակի խումբ ենք ստեղծում, խմբի գրանցման պատուհանը նույնն է։ Մուտք ենք անում կոդը, ենթախմբի անվանումը և սեղմում ենք գրանցել։ Մեր վերադիր ծախսեր խմբի կողքին կհայտնվի հատուկ նշան, որի օգնությամբ կարելի է բացել և փակել ենթախմբերի ցանկը։ Երբ խմբերի ծառը պատրաստ է, կարող ենք մուտք անել բուն ծախսի տեսակները։ Դրա համար ընտրում ենք խումբը, ենթախումբը, որում ներառվելու է մեր ծախսը, որից հետո պատուհանի աջ հատվածում կարտացոլվեն այդ խմբում առկա բոլոր ծախսերը։ Եկեք կոմունալ ծախսերի մեջ ավելացնենք ջուր ծախսը։ Դրա համար նշում ենք կոմունալ ծախսեր ենթախումբը ծառում։ Աջ հատվածը կհայտնվի դատարկ, քանի որ դեռ ոչինչ այս ենթախմբում չենք ստեղծել։ Այժմ սեղմում ենք նոր ծախսի անվանում հրահանգը։ Բացված պատուհանի առաջին դաշտում մուտք ենք անում կոդը, սակայն այս դաշտը պարտադիր չէ և կարող է չլրացվել։ Ծախսերի խմբեր դաշտը տեղեկատվական բնույթ է կրում և ցույց է տալիս, թե որ խմբում ենք ծախս գրանցում։ Հաջորդ դաշտը պարտադիր դաշտ է, այստեղ մուտք ենք անում անվանումը։ Նախապես գրանցված չափման միավորների ցանկից ընտրում ենք չափման միավորը։ Եթե անհրաժեշտ միավորը գրանցված չէ, ապա կարող ենք այն ստեղծել դաշտի վրա նկնիկի աջ կոճակը սեղմելով և բացված ցանկից նոր հրահանգն ընտրելով։ Մեր դեպքում ստեղծում ենք խորանարդ լիտր տարբերակը։ Արժեք դաշտում կարող ենք մուտք անել ծախսի մեկ միավորի գինը, մեր դեպքում 170 դրամ։ Եթե գրանցվող ծախսը մեզ մոտ շատ հաճախ է կիրառվում, ապա կարելի է նշել օգտագործել լրելիությամբ հրահանգը, որից հետո բոլոր համապատասխան դաշտերում նշված կլինի լրելիությամբ ծախսը, և դուք ժամանակ կխնայեք, քանի որ ստիպված չեք լինի ընտրել այն վառընթաց ցանկից։ Երբ բոլոր անհրաժեշտ տվյալները մուտքագրված են, տվյալները պահպանելու համար պետք է սեղմել գրանցել կոճակը։ Հուսով եմ այս նյութը օգտակար էր ձեզ համար։ Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ, կարող եք դրանք մեզ ուղղել էլեկտրոնային փոստի միջոցով։ Ցտեսություն։